Արդեն վաղուց հայոց ազգային հարսանիքներում վերացել է ծեծ ու ծեծկրտուքի ավանդույթը։ Ավանդապաշտ Գյումրիում անգամ ձեռնպահ են նման կեղծ عادتներից, բայց վերջերս մի հարսանիքից հետո այնուամենայնիվ ծեծկրտուք եղավ։ Նաև շարունակվեց ու ինչպես ընդունված է ասել, բանը հասավ դիվանբաշուն։ Մխիթարությունն այն է, որ ծեծկրտուք սարքողը հարսանքավորները չէին, հարսի ու փեսայի ազգականները չէին ելել իրար դեմ, այլ նրանք, որոնց արվեստի շնորհիվ նաև գինովցած մարդիկ պետք է ուրախ ու անհոգ մոռանային ամեն ցավ ու հոգս, վեճ ու հակամարտություն։ Փետրվարի 15-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ռոբերտ Հակոբյանը ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում իր որդու հարսանյաց հանդեսի արարողության ժամանակ վիճաբանություն է առաջացել երաժիշտների միջև։ Վիճաբանությունը շարունակվել է հարսանյաց սրահի բակում։ Ոչ մի ավանդույթ ու ադաթի մեջ չի մտնում երաժիշտների խմելն ու հարբելը։ Գոնե նման բան սովորաբար չի եղել ու չի լինում։ Այս անգամ փաստորեն եղել էր։ Ու գինովցած ուղեղով երաժիշտները սկսել էին վիճել, ինչպես հետագայում պարզվեց, շաբաշի պատճառով։ Ստացված եկամուտը բաժանելիս երաժիշտներից մեկին քիչ էր թվացել իր փայաբաժինը, հետո եղավ այն, ինչ եղավ։ Հարսանիքի ավարտին Փեսայի հայրը, որ իր մեքենայով բերել էր երաժիշտներին, պատրաստվում էր իր մեքենայով էլ տանել նրանց, ու մինչ երաժշտական գործիքները տեղավորում էին բեռնախցում, երաժիշտների միջև լեզվակռիվը վերաճում է ձեռնամարտի։ Բալնիկը փագեց, իջա մեքենայից էլ իրար քաշ կրդեն, իրար ձեռներ գցեն, չթողեցի այդ մեկին բերի նստրեցի իմ կողքից նստարանին, սիգարետնե գցեցի, որ ծեր չտան իրան։ Վիճող կողմերից մեկին Կարոյին մեկուսացնելով մեքենայում, Փեսայի հայրը շարունակում է գործիքները բեռնախցում տեղավորելու բարդ գործընթացը։ Բագաժնիկը փագեցի, այդ փագելը լսեցի, մեքենան խոդին գավ ու թռավ։ Հարբած ու մեքենայում մեկուսացված Կարոն, պաշտոնապես ասած Կարապետ Հարոյանը, ուղևորի կարգավիճակը քիչ համարելով, տեղափոխվել էր վարորդի նստելատեղ ու դժվար է ասել, թե ինչ էր որոշել մթագնած ուղեղը։ Տեսնելով իրենց ընկերոջ փախուստը, կարծելով, թե նա կարող է մեքենայի հետ փախցնել նաև իրենց գործիքները, որոշում են կանխել իրերի նման ընթացքը, իսկ նրանցից մեկը, Էդիկ Հարությունյանը, դիմում է կոնկրետ քայլի։ Հետո մյուս իրանց նվագողների Ford Mondeo-ն շարժվավ, խոդի տվավ, ընկավ իր հետևից, կանգնեցրեցի, չկանգնավ։ Փեսայի հայրը մնում է շիվար, տեսարանն ամբողջական դարձնելու համար իհարկե պետք էր նաև նշել, թե ինչ հոգեվիճակում էին գտնվում այդ պահին հարսանքավորները, ու քանի որ քրեական գործում նման մանրամասներ չկան, սա թողնենք հեռուստադիտողի երևակայությանը։ Իսկ հոր սպասումը թեև այդ պահին երկար թվաց, բայց մոտ 20 րոպե էր։ 20-25 րոպեից հեռախոսից զանգ եկավ։ Վերցրի չի կրնա խոսը, հարբած է ով այլ։ Սա ավտոն ուր տեղել է, կողմնորոշվի տեղը սա։ Բարագաստխանութի մոտը խփված կանգնած է մեքենան։ Եկել եմ մոհան։ Երկու երաժիշտ մեքենաներով դետեկտիվ էին խաղացել, հետապնդում էին կազմակերպել Գյումրվա փողոցներում ու հետապնդումն ավարտվել էր վթարով։ Միակ բախտավորությունն այն էր, որ մարդկային վնասներ չէին եղել։ Հայրը տաքսիով հասել էր վթարի վայր։ Կարապետ Հարոյանը երևի վթարից սթափված դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Տեսնելով վթարված մեքենան, զայրացած հայրը իր ողջայրույթը թափում է դեպքի վայրում մնացած միակ երաժշտի գլխին։ Շուտով դեպքի վայր էին հասել նաև ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները, կանխել զարգացումները, հետո նաև գործին տվել իրավական գնահատական։ Ուրիշ մեքենայով բախման վայր է ժամանում Ռոբերտ Հակոբյանը եւ դրանից հետո ծեծկրտուկը շարունակում է նրանց միջև եւ ծեծկրտուկի մասնակիցները միմյանց հասցեին հնչեցնում են հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Մնում է միայն մի բարձի ծերանան մաղթանքին ավելացնել, որ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է, իսկ Կարոն, պաշտոնապես ասած Կարապետ Հարոյանը, մինչ օրս թաքնվում է քննությունից։